Այսինքն դու ինչքան ուզում ես կատարյալ գենոֆոնդ ունենաս, գեն ունենաս, հա, եւ չիմանաս թե դու ով ես, եւ հավաքական առումով եմ ասում, մանկապարտեզից սկսած քեզ չկրթեն քո ազգային երաժշտությամբ, քո ազգային պարով, դրանք բոլորը քո կենցաղի մեջ պետք է լինեն, ապա դու կլինես այն հատիկը, որը քարի վրա ընկավ եւ ընդհանրապես բերք չտվեց։ Դուք ասում եք այս իմաստով մենք 30 տարի բաց թողում ենք արե։ Հիմա էլ եք անկախ պետականության պետությունն է մեր բանը փրկությունը էլի։ Անշուշտ։ Դուք նաև նշել եք, որ հենց մեր հաղորդման մեջ, որ ազգայնացնել է պետք երկրի հարստությունը։ Այ խնդրում եմ այս պահնել, էլի իրար հետ կապել եւ բացատրել տեսլականը ու փրկության ուղի կոչված է ճանապարհային քարտեզը։ Ինչ ասել կուզեք, որն է ազգային պետությունը եւ ինչպես ազգայնացնել երկրի հարստությունը, սա ինչ է նշանակում։ Ուրեմն Գանք բերոն է, էլի։ Շատ բարի։ Ազգային պետությունը ազգային գաղափարախոսությամբ պետություն է, որտեղ սեփականության ձևը ազգային է։ Այսինքն, եթե 3 հատ կետ չլինի, դուք շենք չեք սարքի, մինիմում 3 կետ է պետք։ Դա եռանկյունին առաջի հաստատությունն է, որի վրա կարա շարելով բարձրացնես։ 2 կետի վրա, եթե չկա խորություն, դու չես կարող շենք բարձրացնես։ Հիմա այդ 3 կետերը հետևյալներն տնտեսություն, մշակույթ եւ տնտեսություն ասելով սեփականության ձևի մասին է խոսքը։ Ուշադրություն դարձրեք, լավ, մի անգամից որպեսզի ժամանակը ների, ուրեմն այդ մոդելները կան։ Այդ մոդելները այսօր աշխատում են, առաջի անգամ 1963 թվականին այդ մոդելը դրեց, սեփականության նոր ձևի մոդել դրեց Նորվեգիան։ 1973-ից 74 թվականներում Ալյասկայում, նրանք իրենց ամերիկացի չեն համարում, ալյասկացին ուրիշ ազգ է, կրոնն էլ է տարբեր։ Հա։ Հին ռուսական կրոնն է, դրանք վերջաշոր խորանաց, հին ռուսներն են այնտեղ մնացած, տեղացիների հետ բանման, բայց շատ տարբեր են իրանցքում։ Իրանք ռեֆերենդումում անցկացրեցին, այդ նույնը վերցրեցին, այդ համակարգը Ալյասկայի տարբերակը։ Ինչ է դա նշանակում, այսինքն Ալյասկայում կամ Նորվեգիայում հողը, ջուրը, օդը, բոլոր բնական հանրությունները եւ այլ